Եթե կուզենաք առանձին կհանդիպեք, խոսենք այդ մասին, բայց ես ձեզ ասեմ, այո, մարտավարությունն է փոխված, գործողությունների որոշակիորեն պատկերացումներն են, իրագործումներն են փոխված, շատ մեծ կազմակերպչական կառուցվածքային աշխատանքներ են տարված, եւ ես կարծում եմ, որ այնտեղ մի բաղադրիչ կա խանգարող, դա էլ հուսամ, որ այս 2-3 օրը ինչ որ ձևով կլուծվի, այդ բաղադրիչը կապված է երեկվա հայտարարության հետ, որ խորհրդարանի երկու падգամավոր նախաձեռնություն դրսևորել են թեկնածություն հայտնելու։ Հիմա գանք այդ թեմային։ Եկանք հասանք դու ճիշտ վերեցիր, հա։ Իմ հավելմանը։ Սրբազան, ես հարցը ձևակերպեմ սենց։ Այս հարցը շատ է հնչում համենայն դեպս էլեկտրոնային մեդիայում ինքը դոմինանտ հարց է, որովհետև նաև քաղաքական օրակարգ այլ գոյություն չունի այս պայդրությամբ, հա, հիմա դու ըստ էության հայտարարում ես նոր քաղաքական օրակարգի մասին։ Նոր չէ, մեր շարունակությունը ավելի տաք փուլ մտնելու, հա, դրա մասին է խոսքը։ Հիմա հարց։ Մարդիկ բոլորին տալիս են այս հարցը, ցեզ են երևի տվել, չգիտեմ, կոնկրետ արթուն ենք շարժման կողմից, տարբեր մարդկանց, քաղաքական ուժերի, քաղաքական իրանք ասում են, որ միակ ձևը դա իմպիչմենտն է, իրանք այդ իմպիչմենտի ճանապարհով գնում են իրականացնելու իշխանափոխություն, առաջարկել են падգամավորներին, ֆրակցիաներին, հետո տարբեր անհատների ու ես նվազագույնը արթուն ենք շարժման համակարգողներից մեկի կամ ավելի շուտ մամուլի մամալյանը ոնց ասում մամուլի պատասխանատ հանրային կապերի պատասխանատուի կողմից լսել եմ որ դուք հրապարակային ասված խուսափել եք հանդիպումից չեք հանդիպել ես ոչ մեկի Նարեկ ջան հա չէ ես հարցս ավարտել էլի չէ սրբազան դե նենց հարցը տալի մա չի կարող միջևեր լսի չէ դե հիմա լավ բառը չեք հանդիպել լավ օքեյ ասեք խուսափել դա ընդհանուր վերաբերմունքը այդ process-ին հա որոնք են պատճառ ես գիտեմ որ Էդգարի հետ դուք շատ մտերիմ հարաբերություններ ունեք ու այդտեղ խնդիր չէ լինի ու երկրորդ ինչի չեք հանդիպել ընդհանուր կակարակ վերջից գաք ու հետո ես ամեն մարդու չեմ հանդիպում Նարեկ ջան այսինքն հարցը անձի մասին է Էդգարին սիրով ամեն մարդու ես չեմ հանդիպում շատ լավ իսկ գաղափարի մասին ասել եմ գաղափարը հետևյալն է որ այո մոտեցումները տարբեր կարող է լինել մարտավարությունը տարբեր կարող է լինել impeachment-ը որ այն լավագույն գործիքն է որ փոփոխության բերող գործիքը դա անքննարկելի է բոլոր առումներով անցյալ տարի ես եմ հենց հրապարակից խոսել դրա մասին հենց առաջին օրը ես դրան էլ ենք գալու քիչ եղավին ենք գալու բայց դա միացես հարցի հետ մի պատասխան քանի անգամ խոսել ենք այդ թեմայով բայց խնդիր չի ուրեմն հրապարակից ես առաջինն եմ հայտարարել դրա մասին ասելով որ ուրեմն սա այն ճանապարհն է որը վերջնական կետը դա է հա շատ կարևոր առանցքային նշանակություն ճանապարհ դրա համար պետք են հանգամանքներ պարագաներ որոշակի գործիքներ որոնք պետք է կիրառել ուղղակի առաջինը գաղտնիք չի որ պիտի լինի խորհրդարանական խմբակցությունների այդ ամբողջացնող թիվը դիմելու համար վարչապետի թեկնածուով չէ եւ դրան հավելյալ նաեւ այն գործողությունները որ հավելյալ է 18 հոգին կամ 20 հոգին որքան որ պահանջված է կարողանան ներգրավել եւ միևնույն ժամանակ նաեւ այդ գործընթացը հասցնել ավարտին սրան զուգահեռ պիտի գործի հրապարակը փողոցը եւ բնականաբար այդ համադրությամբ հասնել արդյունքի 18-ը կարող են լինել կամ որովհետեւ մեր պարագային նաեւ կարող էր ասենք այդ 36-ի խնդիրը լիներ այնտեղ երկու հոգի դուրս են եկել պակաս կար թվերի եւ այլն այս պարագային այդ երկու հոգին կարծես թե լրացվել են այն քպայական դուրս եկած падգամավորներով եւ այլն դա խառնաշփոթ մի հատ վիճակ հիմա այսինքն այդ ամբողջ ընթացքը այդպես է եւ բայց ինձ համար շատ կարեւոր է որ խորհրդարանը եւ փողոցը պետք է իրար հետ համագործակցեն պարզապես օթի մեջ անելու նպատակով ես վտանգ եմ տեսնում ինչ իմաստով հիմա եթե մենք
եթե չէ, երբ մենք սկսենք գործողությունները, չէ, ընդունենք այս impeachment-ի գործընթացը ձախողվեց։ Ուրեմն եւս 6 ամիս պիտի հետաձգենք։ Այդ 6 ամսվա մեջ ինչեր են տեղի ունենալու։ Մենք գիտենք օրինակ հուլիս ամսին այս մարդը ինչ է անելու։ Հուլիս ամիսը ամենաթույլ ամիսն է, հուլիսի վերջ, հուլիսի կեսեր, ինչ պայմանագրեր է ստորագրել։ Սրբազան, բայց չեք կարծում, որ իրականում տեխնացուի բացակայությունն է խնդրեմը, հիմնական խնդրեմը։ Ես դա ասում եմ, Նարեկ ջան, ես բոլոր բաղադրիչները եմ կողքի դնում, մեր պարագային, անցյալ տարվա պարագային, որի մասին ես անկեղծ խոստովանում եմ, տեխնացուի պարագան եղել է առանցքայինը, որ չի ստացվել։ Այսինքն տեխնացու չի եղել, դրա համար չի եղել impeachment այդ ժամանակ։ Որտեղ փողոցը ամբողջությամբ պատրաստ է։ Այո, տեխնացու չի եղել, իմ պարագան էլ գիտեք, օրինական որոշ խնդիրներ կային, լուծումների հարցեր կային, հիմա անընդհատ ես այս մասին խոսել եմ առանց թաքցնելու։ Ինչ պատճառով չի եղել, դա թողեք ես գիրք կգրեմ մեջը կարձանագրվի։ Դե այդ գիրք գրելը շատ կարևոր բան է։ Մեջը կարձանագրվի։ Համաձայն եմ, բայց իրականում այս փուլում, հա, Նարեկ ջան, այս փուլում ես ուղղակի այդ պատկերը որպեսզի հստակ լինի, շատ հստակ ասացի, ես անձնապես դեմ չեմ։ Մենք Էդգարի հետ շատ ենք խոսել այս թեմայով, սցենարների մասին էլ ենք խոսել, ինչպես կարող է լինել, ինչ ձևով, ինչ կերպով, մենք ինչ նախաձեռնություններ կարող ենք անել եւ այլն, տարբեր սցենարներով խոսվել է։ Անկեղծ ասում եմ ես եւ ուրախ եմ, որ ինքը վստահաբար նաեւ այդ բոլորը ինչ որ Էդգարի հետ հանդիպել եք այդ թեմայով։ Շատ, մինչև այս շարժումը, մինչև այս ընթացքը, Էդգարի հիմա Էդգարի հետ չէ, ես Էդգարը չի ասել, որ հանդիպենք, Էդգարը ինձ բան չի ասել հանդիպելու մասին։ Էդգարը կասի, սիրով կհանդիպենք։ Ես կարծում եմ Էդգարը մեզ հիմա դիտում է, եթե այս պայներ չի դիտում, հաստատ վաղը արդեն տեսած կլինի։ Վստահաբար, ես Էդգարը եւ ոչ մի անգամ չի ոչ մի բան չի ասել ինձ հանդիպելու մասին։ Ես միջնորդավորված եկել է հանդիպման, ես ասել եմ ես չեմ հանդիպում, որովհետեւ կարիք չկա։ Մի բան, հա, այս թեմայով, երբ որ Էդգարը մեզ մոտ հյուր էր, այտենց մի բանավեճ եղավ որոշակի տենց Նարեկի ու Էդգարի միջև, իրանց մոտեցման տարբերությունն ինչն էր, որ ըստ Նարեկի սկզբից պետքա լինի փողոց նախավերջին անգամվա մասին, չէ՞։ Ես համաձայն եմ։ Այսինքն դուք եք այդ տեսակետի, որ սկզբից պետքա լինի փողոց, որի շուրջ որի ոնց որ վերջնակետը լինի impeachment-ին հասնելը։ Համադրված պիտի լինի։ Սկզբից ու վերջից խնդիր չի, բայց արկայությունը պետք է լինի։ Ինչ որ սկզբնական փուլ պիտի լինի, այսինքն վիճակ, կարող է 1 ժամվա տարբերությամբ օրինակ ասեմ, բայց դրանք զուգադրված պիտի լինեն։ Այսինքն չի կարա լինի ուղղակի սկզբից այդ օրակարգը, որի շուրջ ձևավորվի, տենց չեք։ Ես չեմ տա, Էդգարը ֆուտբոլի օրինակն է բերում, բայց ես էլ կարող եմ ֆուտբոլի օրինակը բերել, լինելով ֆուտբոլիստ։ Էդգարն ասում է, որ պետք է ֆուտբոլիստները գան խաղադաշտ, որպեսզի մարզադաշտը չլծվեց, այդ ֆուտբոլիստները ինչ են անելու։ Չէ, օրինակ։ Հիմա դու կարող ես, բայց միևնույն ժամանակ դու կարող ես մարզադաշտը լցնել, շատ հետաքրքիր խաղ լինելու։ Խաղացողները չգան, բոյկոտ անեն կամ չգան, կամ չլինի։ Չէ, դա էլ չի գործելու։ Հետևաբար դա միաժամանակ է հարցը։ Այսինքն հայտարարվում է այս թվականը ժամը, ֆուտբոլի մասին եմ ասում։ Հայտարարվում է ժամը, թվականը, եւ ստադիոնն է լցվում, եւ խաղացողներն են խաղում։ Հիմա խաղացողները հիմնական իմաստով այդ հրապարակներում, կներեք, ես երբ որ ասում եմ հրապարակ, նկատում եմ փողոցը։ Միանշանակ Հանրապետության հրապարակի մասին։ Հա, որովհետև սրանք փողոցային են, դրա համար փողոց, որ ասում են, ավտոմատիա լինում, չեմ ուզում գնալ այդ տիրույթ, էլ իրենք փողոցային են, փողոցում էլ մնացել են, այդ չի խնդիրը։ Հիմա երբ որ ասում եմ փողոցային Հիմա երբ որ ասում եմ հրապարակները, այսինքն այս կանաչ գորգի վրա խաղացողները այդ հրապարակում եւ խորհրդարանում ամեն մեկի դիրք ունի, չէ՞, ձախ պաշտպան, աջ պաշտպան, արձակվող, դարպասապա, առանց այդ դիրքերի չի լինում եւ կա դաշտում նստած մարդիկ։ Հիմա այդ դաշտի նստած մարդկանց բացակայությունը խաղացողների ներշնչումը կտրում է, բայց առանց խաղացողների դաշտում ուզում ես 500 միլիոն մարդ լցրու։ Ես համաձայն եմ այդ մոտեցման հետ, բայց սրբազան ստեղ մի բան էլ կա, որը ինձ օրինակ սկսել է հակառակը համոզել, ինչի, որովհետեւ հիմա նայ դուք ասում եք, որ չի եղել այն ժամանակ տեխնացուն եղել խնդրեմը։ Հիմա մենք ոնց տենում ենք, հիմա էլ է խնդրեմը տեխնացուն։
Դե հիմա կարողա չլինի։ Այսինքն այդ փողոցային պայքարի ընթացքում, եթե այն անգամ չի եղել տեխնացուն, հիմա ո՞նց է ձևավորվել։ Այսինքն հիմա ես գիտեմ, մենք առանձնազրույցներ ենք շատ ունեցել, ես անուններ չեմ տվել, երբեք չեմ էլ տա, հատկապես առանձնազրույցներ հրապարակել իմ համար անթույլատրելի բան է, բայց ես գիտեմ կոնկրետ մարդկանց, որոնց առաջարկել եք դուք, որոնք հրաժարվել են, որոնք համաձայնվել են ինչ որ պայմաններով, մի խոսքով, էական չի դա, բայց չի ստացվել ի վերջո այդ process-ը։ Հիմա մենք, այսինքն մենք որտեղից ենք։ Այս մարդիկ ասում են եկեք սկսենք այնտեղից, որտեղից այն անգամ չի ստացվել։ Այսինքն գտնենք տեխնացու, բերենք մարդիկ եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչ նախահանգարում, որ այս process-ում, օրինակ հիմա որ դուք դուրս գաք փողոց, ասելու եք տեխնացուի մասին։ Լինելու է տեխնացուի բան, այսինքն անում ենք ում համար ենք անում, ինչի համար ենք անում։ Նայեք Նարեկ ջան, փողոցը ուզեն չուզեն, ընդունեն չընդունեն, փողոցը չասեմ Հրապարակ, այո։ Ուզեն չուզեն, ընդունեն չընդունեն, ոնց ուզում են պտտվեն, ինչպես ուզում են շրջվեն։ Այսօր հրապարակը առաջնորդ ունի, վերջ։ Եվ Ես եմ դա։ այո։ Եվ դա վիճարկելի չի, եթե ուրիշ մեկը կա կամ կան, խնդրեմ։